Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվ այսպես խուզարկություններով ու ձերբակալություններով է սկսել օրը Վաղարշապատում։ Հաղթանակ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն հազանգում է, թե վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ։ Խաչատրյանի խոսքով արդեն 10-ից ավելի ձերբակալված կա։ Նրանց թվում ավականու անդամներ եւ դաշինքի աջակիցներ։ Քննչական կոմիտեից միայն հայտնել են, որ Վաղարշապատում իրականացվող գործողություններն իրենց տիրույթում են։ Ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։ Ձերբակալվածների փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին թույլ չեն տվել մտնել ժամանակավոր կալանատուն եւ հանդիպել իր պաշտպանյալներին։ Հերթապահը նրա գործողությունները նկարագրել է որպես հրաման։ Իրավապաշտպանին հայտնի չէ, թե ինչում են մեղադրվում ձերբակալվածները։ Բանակցություն չկա, որի ժամանակ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարցը չբարձրացվի։ Նիկոլ Փաշինյանն է վստահեցրել հանրայինի հետ իր հարցազրույցում, մեկնաբանելով, թե արդյոք Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ այդպիսի քննարկում եղել է։ Իսկ ուր են խաղաղությունը, եղբայրությունն ու մարդկությունը, երբ Բաքվում ցմահ ազատազրկման են դատապարտում մեր հայրենակիցներին։ Ի պատասխան Փաշինյանը նշել է, թե դատավճիռներն իր համար անձնապես մարդկայնորեն եւ քաղաքական առումով ծանր են։ Նրա խոսքով մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա։ Այն հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Վստահ է, որ հարցի լուծման ճանապարհը խաղաղությունն է, իսկ կոնֆլիկտի պայմաններում խնդիրն անլուծելի է։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանը փոխանցել է Շինծու դատավարության փետրվարի 10-ին նիստում իր եզրափակիչ խոսքի բովանդակությունը։ Վարդանյանն արգելել է փաստաբանին ներկայացնել պաշտպանական փաստարկներ, քանի որ տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատական ֆարս։ Դատին ասել ու 3 անգամ կրկնել եմ այն, ինչ ասելիս ինձ փորձում էին ընդհատել։ Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի։ Ես նաև ասացի, որ երջանիկ եմ այստեղ, այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որովհետև պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան, ասել է Ռուբեն Վարդանյանը։ Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության խարտիա են ստորագրել։ Իլհամ Ալիևի խոսքով այդ արարողությունը քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Երևանից Բաքու մեկնած Ջեյդի Վենսն իր հերթին նշել է, թե Թրամփը, Փաշինյանը եւ Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին։ Շարունակենք, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է զինված ուժերում բարեփոխումների արդյունքները։ Նախարարը տեսանյութ է հրապարակել ցույց տալով բանակի պաշտպանական կառույցները։ Նա ցուցադրել է այն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են եւ ընդգծել, որ ամբողջությամբ ամրացված շրջանը հագեցված է եւ պատրաստ է բոլոր տիպի զինատեսակներից պաշտպանել մեր երկրի սահմանները։ Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում անհայտ անձինք պղծել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար հուշարձանը։ X-ում հայտնել է ակտիվիստ Էլիս Էլվան Չելիքը։ Նրա խոսքով քաղաքապետարանի լռությունն անթույլատրելի է, մեղավորները պետք է բացահայտվեն եւ պատժվեն։ Չելիքը նաև նշել է, որ խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունն ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական Գորշ գայլեր խմբավորմանը։ Հուշարձանը, որը տեղադրվել է 1993-ին, Հայաստանն է փոխանցել Տուլուզ քաղաքին ի նշան երախտագիտության 1988-ի երկրաշարժից հետո ցուցաբերված աջակցության համար։ Ավելի ուշ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հուշարձանին ավելացվել է հուշատախտակ։ Այսքանը մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։ Կհանդիպենք։